Ինչով եք կարևորում այսօր կրկեսի վերաբացումը եւ ինչ նոր հնարավորություններ եք տեսնում։ Շատ ուրախ եմ, որ նախադեպը չունեցող միջոցառում լինելու եւ մեր երեխաները եւ ոչ միայն երեխաները, տարիքովներն էլ ինչ որ չափով կարող են երեխաներ դառնալ։ Շատ կարևորում եմ, ողջունում եմ, շնորհակալություն պարոն Կարապետյանին նման նախաձեռնության համար։ Իսկ ինչքան ժամանակ է, որ կրկես Հայաստանում չեք այցելել, օրինակ այդպես։ Վերջին անգամ Արցախում եմ այցելել երևի 8 տարեկանում։ Իսկ էլ ինչ ցանկություններ ունեք, հնարավորությունները տեսնում եք, որ սա նաև կարող է туриզմը օրինակ զարգացնել Հայաստանում։ Միանշանակ նման միջոցառումներ շատ կարևորում եմ Հայաստանի Հանրապետությունում եւ կրկնվեմ Գեցե պարոն Կարապետյանը, որ մեզ հնարավորություն է ընձեռնել վերադառնալ վաղ-հասակ եւ ապրել այն ապրումները, որը ունեցել եմ վաղ-հասակում, փոքր հասակում։ Կնշեք, ինչով է կարևորում այսօր կրկեսի վերաբացումը, ինչ կտա այն Հայաստանին, այսպես ասած ժողովրդին, ինչ նորություն կմտցնի կյանք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ ուրախ եմ, որ կրկեսը վերաբացվում է։ Ինձ համար այսպես ոնց որ մանկությանս վերածնունդը լինի եւ շատ ուրախ եմ, որ տղաներիս ես եւս կարող եմ վերել եւ այս ուրախությունը պարգեւել, ինչը որ ես փոքր ժամանակ ապրում էի եւ կարծում եմ մեր մշակույթին նոր զարգ կտա կրկեսի վերաբացումը։ Իսկ դուք վերջին անգամ երբ եք եղել կրկեսում կամ Հայաստանում երբ եք վերջին անգամ հիշում կրկես։ Այդ շատ շուտ էր, երևի համալսարանի տարիներն էր, երևի առաջին կուրսում եմ եղել վերջին անգամ, եթե չեմ սխալվում, կարող է ավելի շուտ եմ եղել եւ երկրորդ հարցը չհիշեցի։ Ես նշեցի բանը, վերջին անգամ երբ եք եղել եւ ինչով այսօրը տպավորիչ նայել։ Ինձ թվում է եւ դիզայնից եւ լույսերից արդեն կարելի ասել, որ շատ տպավորիչ է, իսկ հետո ինձ թվում է ավելի տպավորիչ է լինելու, որ ներսում արդեն հրաշքը կատարվի ու ինձ համար շատ կարեւոր է, որ կրկեսում կենդանիներ չեն լինելու։ Այսինքն դեմ եք կենդանիների կրկեսում հայտնվել։ Այո, անկեղծ ասած ինձ համար դա իրենց ինչ որ կարող է, չգիտեմ, իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց տանջելու ինչ որ միջոց էր, որը որ ըստ իս անընդունելի էր։ Վերաբացման մասին կարող եմ ասել, որ շատ լավ հնարավորություն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունենան բացառիկ, կարելի ասել, հնարավորություն ունկնդրելու եւ նման միջոցառմանը մասնակցելու եւ որը որ լինելու է տևական, ոչ միայն այսօր, դրական է բնականաբար կարծիքս։ Մի հարց էլ, քանի որ կենդանիներ չեն լինելու կրկեսում, նշվեց, որ կենդանիները բացակայելու են, այդ մասով ինչ կարծիք ունեք։ Տեսեք, ես եւս այսօր եկել եմ բացմանը եւ իմ կարծիքը կարող եմ ունկնդրել, թե արդյոք այդ շոուն կարող է փոխարինել կենդանիներին, այս պահին համոզված եմ, որ կարող է եւ բնականաբար էլ ավելի մեծ հետաքրքրություն կարող է ունենալ այս շոուն։ Դրա համար կարծիքս հետո կհայտնեմ ավելին։ Տիկին Գրետա, ինչ տպավորություններ ունեք այսօրվա միջոցառումից, ինչքանով եք կարևորում կրկեսի վերաբացումը։ Գիտեք ոնց, շատ երկար ենք սպասել, անընդհատ ասում են հեսա կբացվի, վերջապես այդ օրը հասավ, իհարկե շատ մեծ տպավորություն է թողնում այդ բացումը, իհարկե բոլորն են սպասում դա, չգիտեմ, այդ վերանորոգումն էլ ահագին ժամանակ էլ տևեց, ինձ թվում է դեռ չենք տեսել ներսը ոնց է, բայց ինձ թվում է լավ պետք է լինի, չգիտեմ, ինչ ասեմ էլի։ Իսկ ինչ եք կարծում, ինչ կտա Հայաստանին կրկեսի վերաբացումը, արդյոք туриզմը կզարգանա կամ նմանատիպ այլ։ Ինչ պետք է տա, ես չգիտեմ, բոլոր դեպքերում աշխատանք դերասանների, որ այդքան ժամանակ իրանք առանց աշխատանք են եղել, իսկ հանդիսատեսի համար դա ուղղակի հաճույք է, որ մանավանդ երեխաների համար, քանի տարի շատ վաղուց է, որ չի աշխատում այդ կրկեսը։ Անկեղծ սերը, նվիրումը եւ միասնությունը, որտեղ արվեստը եւ ոգեշնչումը միանում են Հայաստանի հանդեպ սիրո հետ։
Vai, subito, Esce. Dove, faccio foto, video. No? Aspetta, non me ne sa. Questo toc, come tacca.